որ ընկերություններն են իրականացնում գլխավոր փողոցների փոսալցումը։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի մատնանշած 5 ընկերությունների ցանկում չկային ընկերության անունը, որն անցյալ տարի փոսային նորոգման աշխատանքներն իրականացրել է 2.836 $1,000-ով։ Ըստ քաղաքապետի մամուլի քարտուղարի այդ ընկերության պայմանագրի ժամկետը լրացել է, սակայն երաշխիքային պարտավորությունները դեռ պահպանվում են։ Թե երբ է լրացել ժամկետը, խոսնակն ասաց տեղեկություն չունի։ Եթե պարզվի, որ իրանց մեղքով են այդ փոսերը առաջացել, Ոնց պետք է պարզվի։ դե չգիտեմ։ Այսպես, Factor TV-ն պարզել է, որ 2025-ին Երևանի փողոցների փոսային նորոգման աշխատանքներն իրականացրել է AAB Project ընկերությունը։ 297 միլիոն դրամ Կենտրոն, Նորքմարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների, 271 միլիոն 800 դրամ Ավան, Նոր եւ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանների, 191 միլիոն դրամ Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների, 324 միլիոն 600 դրամ Արաբկիր, Դավթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների փոսային նորոգման աշխատանքների համար։